Ֆրանսիայի պատմության մեջ դեռևս այսքան շոկեր չեն գրանցվել։ Այս տարի անհամեմատ են այս ցուցանիշները եւ հատկապես վաղը հուլիսի 1-ին գրանցվելու է անհամեմատ բարձր ջերմաստիճան։ Եթե հյուսիսում գրանցվելու է 36 աստիճան, ապա շատ հարավային քաղաքներում այն կհասնի 40 ջերմաստիճանի։ Եվ որպիսի մարդիկ այդ բարձր ջերմաստիճանում չվատանան, պետությունը որոշակի միջոցներ է նախապատրաստել օգնելու մարդկանց։ Ուրեմն Լիոնում կարող եք գնալ թանգարաններ անվճար, որտեղ կան օդորակիչներ եւ մարդիկ կարող են պաշտպանվել, ինչպես նաեւ բոլոր խանութներում։ Այն աշխատողները, ովքեր դրսում են աշխատում, այդ շոգ ժամերին չպիտի աշխատեն։ Կան դպրոցներ, որոնք նույնիսկ փակվելու են։ 59 դպրոց այս պահի դրությամբ հայտնել են, որ իրենք վաղը չեն աշխատելու։ Դա վերաբերվում է տվյալ մարզի, տվյալ տնօրենի հայեցողությանը եւ շատ մարդիկ, ովքեր ջուր չեն խմում, ահազանգում է պետությունը, որ մարդիկ այդ օրը մինիմում 3 լիտր ջուր խմեն։ Ուրեմն, եթե դուք ունեք որևէ առողջական խնդիրներ, իմ կարծիքով ցանկալի է տանից ընդհանրապես դուրս չգալ, տանը ստեղծել այն պայմանները, որը կհովացնի սենյակային ջերմաստիճանը։ Իմ կողմից ձեզ խորհուրդ եմ տալիս սրբիչներ կամ ինչ-որ ծանր նման կտորից ինչ-որ ունեք տանը, կլինեն վարագույրներ, թրջում եք եւ կախում եք տան դռներից, գցում եք հատակներին, հովացնում եք այսպես ասած ջերմաստիճանը եւ կհամոզվեք, որ բավականին քիչնի։ Փակ վարագույրներով ծածկում եք եւ զգուշացնում եմ, որ անպայման փակեք դռներ ու լուսամուտներ, մինչ արևի հայտնվելը ձեր բնակարանում, եթե արևոտ է ձեր բնակարանը, իսկ եթե ոչ, էլի օդի ջերմաստիճանը դրսում տաքանալուց հետո ներթափանցում է բնակարան։ Փակեք, վարագույրներով էլ փակեք եւ նման տարբերակով կարող եք իջեցնել մինչեւ 5 աստիճան բնակարանի ջերմաստիճանը։ Կարող եք նաև սառը ջրով հատակը անընդհատ այդպես թրջել, ջուր չանեք, բայց խոնավեցնել։ Կարճ ասած, դուք ինքներդ պաշտպանեք ձեզ այդ ահավոր շոկից։ Մի վատացեք, վատ մի ընդունեք իմ ասածը, հայերս սովոր են ավելի շատ շոկերի։ Ամեն դեպքում հատկապես սրտի խնդիրներ ունեցող մարդիկ կամ առողջական այլ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է շատ զգույշ լինեն։ Այդ օրը նաև կարող եք աշխատանքի չգնալ, կարող եք ձեր հաշվին օր վերցնել, այնպես որ եղեք պաշտպանված առաջիկա շոկ օրերի համար։